Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ, որ կրկին հանդիպում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ միշտ ձեր այդ ներկայությունը զգում եմ եւ առավել եւս, երբ որ դուք արձագանքում եք եւ ձեր խորհուրդներով, առաջարկներով օգնում եք մեզ, դա ընդհանրապես արդեն կարելի է դրա մասին չխոսել։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր հայոց աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Բարեկամներ, այսօր ես տաղավարում հյուր ունեմ եւ իմ հյուրն է Դիլիջան ռեստորանի ավագ խոհարար Արտուր Շամախյանը, մեր լավ բարեկամ, բազմաթիվ մրցույթների մեդալակիր, արդեն դուք տեսնում եք, Արտուր Շամախյանը, ինչպես ես Արտուր։ Հարգանքներս Սեդրակ ջան, ընտիր։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն։ Տրամադրությունը բարձր է։ Վաղուց չէի տեսել ձեզ, ոնց եք։ Լավ եմ, լավ, ամեն ինչ լավ է, փառք Աստծո։ Ինչ ենք անելու այսօր։ Մենք գարի թիակ երևի որով ենք ու կարտոֆիլ հատուկ ձևով, չաման համեմունքով։ Չաման համեմունքով։ Լավ, մենք այստեղ ունենք արդեն կիսաֆաբրիկատ տարբերակով, կիս թերխաշված հավի ոտք, հա, թև, գարան ներողություն, գարան եւ կիսաեփ կարտոֆիլ, ունենք քունջուտ եւ չաման, հա։ Եվ ամենակարևորը, որ մենք միշտ մեզ հետ ունենք լավ տրամադրություն եւ հոգու ջերմություն, որ պիտի գցենք ու պատրաստենք։ Այո։ Գնացինք Արտուր ջան, ինչով պիտի սկսենք, ոնց սկսենք։ Սեդրակ ջան, մենք քանի որ որոշ չափով պատրաստենք, ահա։ մենք կարտոֆիլը շարենք, գեղեցիկ ձևով, այս պահը այնքան է իրեն արդարացնում, որ միանգամից դուրս է գալիս եւ կարտոֆիլը եւ թիակը։ Եվ մսեղեն եւ խավարտը, հա։ Շատ լավ։ Դա այսպես, մենք հիմա վերցնում ենք եւ կրակ արդեն նորմալ է։ Շատ լավ։ Ահա, շատ հետաքրքիր կրակարան է, կամ ինչպես ասում ենք մենք մաղալ, ճիշտ ստանդարտների, այդու որպես աշխարհի ամենա փորձառու, չէ, կարծեմ երկրորդ տեղը փորձառու չէ։ Չի ասի։ Դիլիջանի ջուրը երկրորդ տեղն է։ Այ դու ինքդ նույնպես կողմնագից ես, որ այդ կրակարան մաղալ կոչվածները համապատասխան բարձրություն պիտի ունենան վերջիվերջով, ստանդարտներ պիտի լինի։ Իհարկե։ Եվ կառուցում են, պատրաստում են, խոհարարը գնում է, տեսնում է, որ ոչ մի բանին ուղղակի շատ գեղեցիկ է։ Սա լավ եւ գեղեցիկ է եւ տեղին 13 սանտիմետրից 15 մինչեւ սանտիմետր խորությունը շատ հարմար է կրակարանում աշխատելու համար։ Կրակը կառավարելու եւ այդ կառավարվող կրակի միջոցով լավ ուտեստներ պատրաստելու համար։ Քանի րոպե մեզանից կպահանջվի։ Շրջեցինք այս ամբողջը։ Մեկ անգամ ևս ուժեղացնում ենք կրակը։ Հանում ենք, որ սոուսը կսենք, Սեդրակ ջան։ Լավ։ Որտեղ արդեն պատրաստ է ամեն դեպքում։ Մի անգամից կարող ենք մենք մատուցել։ Բաստուրմը, որը պատրաստում ենք մենք, իհարկե ունենք ձեռքի տակ եւ մեր չամանը։ Ձեր ձեռքով պատրաստված չամանը։
Եվ վրայից Այո, կունջուտ։ եւ վրայից քունջուտ։ Ահա յուրահատկությունը, որը խոստացել էր մեզ Արտուրը, գառան թիակը յուրահատուկ ձևով, այսինքն խորովվեց եւ մատուցվեց չամանի եւ քունջուտի միասնությամբ։ Լավ, շատ լավ, դու կարող ես մի հղում մի առաջարկ ունես մեր հեռուստադիտողներին։ Ապրեն խաղա եւ առողջ, Սեդրակ ջան, դա է իմ ցանկությունը իմ հայ ազգին։ Շատ լավ։ Ես շատ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձերանունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտուրին իր այդ բազմազբաղ ժամանակը տրամադրելու համար, ցանկանանք, որ նա ամեն ինչի մեջ ինչ-որ մի բան գտնի յուրահատուկ եւ մատուցի նաեւ մեզ։ Շնորհակալություն Արտուր, ապրես դու։ Բարեկամներ, նորից հիշեցնեմ, կարտոֆիլը եւ գառան թիակը մենք միասին այդպես խորովեցինք, հետո վրայից սկսեցինք չաման եւ քունջուտ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը բարեկամներ, մենք միշտ ուրախ ենք, որ միասին ենք, ես ուզում եմ, որ երկար մեր հարատևի մեր հանդիպումները եւ այդ հանդիպումները ունենան լավ արդյունքներ, այդ արդյունքները լինեն այն, որ մենք վերհիշենք մեր այն որակները, որ ցավոք սրտի մոռացել ենք։ Դա մեր համառությունն է, դա մեր բարեպաշտ լինելն է, ազնվությունը եւ վրայից մի քիչ այսպես ազնվության այսպես նշույլներ եւ դուրս կգա հայի կերպար։ Շնորհակալություն բարեկամներ, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւ իմ անունից շնորհակալություն հայտնել Դիլիջան ռեստորանի տնօրինությանը նկարահանումներին աջակցելու համար։ Ստեսյուն բարեկամներ։ Խորոված գառի թիակ, գառան թիակ, 1 հատ, կարտոֆիլ, 300 գրամ, քունջուտ, չաման, աղ, պղպեղ, բարյախորժակ։